Ողջույն սիրելիներ, չիմորնակ անպայման, որ վիդեոին լայք անեք, subscribe անեք եւ անպայման զանգակը սեղմեք, որովհետեւ ամեն նորությունները հասնին ցեզի, որովհետեւ հետևիք եւ անպայման տարածեցեք եւ նաեւ կգրնակ մեզ հետևել Instagram, Facebook եւ TikTok-ի միջոցով։ Այսօր պիտի խոսեմ 3 տեսակ կախարդության մասին։ Իրականության մեջ թեման է, որ շատ կարեւոր է, զգուշացնող է, իրականության մեջ ցեզի շատ կօգնե եւ դու գալ գրնակ ուրիշներուն օգնել ասամեն գրնան գսել քաղտնիկները բաժնեկցելով, որովհետեւ այսօր մի քանի տեսակ խավի մարդիկ կան գսեն ընդհանրապես ասամենը սուտ բաներ են եւ չեն հավատար, մարդիկ կան գահավատան եւ գվախնան ասամեն ինչեն եւ իրականության մեջ Աստվածաշունչը գահստատե որ գա այս իրականությունը, գա գախարտությունը սված բանը եւ ասիկա իրականության մեջ չարի կորզն է եւ չարի գրնամսել կորզած ցևն է գախարտության բնույթը թե ինչպես գկորզե տշտամին սատանան եւ ես պիտի խոսեմ 3 տեսակի մասին, ինքը այնպեսի թեմա է որ մենք կրնանք երկար խոսիլ, կրնանք խորունգնալ եւ օրերը արժևնից են մենք դակավին շատ բաներ ունենք խոսելու, բայց ես պիտի գետրոնամ խոսիմ 3 տեսակ կախարտության մասին եւ առաջինը իրականության մեջ խոսքի միջոցով է։ Առաջին կախարտության տեսակը եւ ընդհանրապես կախարտները, անոնք որոնք կհամագործակցին սատանային հետ, անոնք որոնք գիտեք մի քանի տեսակ կա մարդիկ կան որ իրենք բաներ գնեն առանց գիտնալու բարձավես իրենք քերի դարձած են այդ ամեն ինչին եւ այդ թիվային ներկայությունը որ գա իրենց կյանքերում մեջ ադիգա գիշխե իրենց վրա եւ իրենք կսկսին բաներ անել որ իրենք գնեն ուզեն իրենց կյանքը գտարնա ապրելացևը գտարնա բայց մարդիկ կան իրենք իրականության մեջ գիտեն որ այդ կհամագործակցին իրենք գիտեն որ սատանայի հետ կորձունեության մեջ են եւ իրենք մեկ խոսքով իրենց ազատ կամքով կհամագործակցին սատանային հետ գիտնալով որ չար հոգիներուն հետ կհամագործակցին եւ իրականության մեջ սիրելիներ հոգևոր աշխարհը շատ իրական է, չար ուժերը շատ իրական են, չար հոգիները շատ իրական են, սատանան շատ իրական է եւ ինչպես Աստված իրական է եւ Աստված ունի արքայություն եւ Աստված կգործե նույնպես էլ սատանան իրական է, ունի արքայություն եւ մեր Աստված լույսի Աստված է, սատանան խավարի չաստվածն է, ասենք եւ ասամենը պետք է լուրջ առնել եւ իրականության մեջ Աստծո խոսքն ալ կփաստե մեզի որ մենք պետք է գիտնանք մեր տշտամու մասին եւ դերեկություններ ունենանք, որովհետեւ ինչպես Դավիթ կսե Սաղմոսներում մեջ որ քու խոսքը լույս է իմ ճանապարհին, Աստծո խոսքը մեզի համար լույս է եւ այդ ամեն ինչի մեջ նաեւ կներառե որ մենք իր խոսքով գիտնանք չարը եւ բարին եւ այսօր ինչ որպես պիտի խոսիմ չար է եւ աս դերեկություններ իրականության մեջ մեզի գոկտեն որ մենք զանազանենք բարին եւ չարը եւ որպես սխալ թուրեր չի բանանք մեր կյանքերում մեջ որբեսի միշտ Աստծո գամքը լա մեր կյանքի մեջ առաջին դեսակը որ պիտի խոսիմ գախարտության ինքը խոսքի միջոցով է Աստվածաշունչը Արագած գիրքի 18-րդ գլուխ 21-րդ խոսքի մեջ կսե մահն ու կյանքը լեզվին ցերկն են անոնք որ զայն գսիրեն անոր բդուղ գուդեն եւ ասիկա Աստծո խոսքն է եւ գսե կյանքը եւ մահը լեզվին ցերկն է գուզեմ սկուշ լսեք որ գսե կյանքի եւ մահը այսինքն լա թրագան լա բացասական լա լավ լա քեշ խոսքը ունի աստեցություն խոսքը ունի զորություն եւ տշտամին լավ կճանչնա Աստծո խոսքը եւ Աստծո խոսքի հիմքերով ինքը գրնան կսել ամեն ինչ արած է Աստուծմե եւ ի չարը կկործած է եւ առաջին գեդը խոսքն է որ շեշտեցի Աստվածաշունչի մեջ 5 դագարանի մեջ կտեսնեք ամենաբարձր օրինակները մեկը որ ինչու կապված է գախարտության հետ ինչպես գախարտները լալով գախարտ կկործածեն խոսքը կտեսնենք 5 դագարանի մեջ շատ թակավորներ որ երբ որ պիտի երթային բادرազմի նախքան բادرազմի երթան իրենք կփնտրեին գախարտներ կամ կգանչեին գախարտներ որ հadouk անիծեն թիմացի փանակը այսինքն գուզեմ հասկանաք որ իրենք գախարտներ էին եւ ադիգա իրենց կորզներ գրնան կսել սատանայի հետ չար հոգիներու հետ կամակորձակցեին եւ հոգեվոր աշխարհը շատ իրական է ֆիզիկական բادرազմի հաղթանակի համար թակավորները կգանչեին գախարտներ որբեսի
անիձեն թիմացի փանագը, որբեսի բարդության մատնեն թիմացի փանագը։ Նախքան ֆիզիկական պատերազմը արդեն գախարտները գործածեին խոսքի զորությունը, որբեսի անիձեն թիմացի փանագը։ Կամ թակավորները գանչեին գախարտներ, կամ իրենք գանիձեին, այնպես որ գործածեին եւ ասիգա իրականության մեջ գախարտներու կորձունության մեկ ծևն է, որ իրենք կորձածեն խոսքը խոսելով, հրճագելով։ Դժբախտաբար այսօր Աստծո ժողովուրդը գործընծուցած է շատ ժամանակ Աստծո խոսքի ուժը, Աստծո խոսքի ճշմարտությունը, որովհետև ամեն ժամանակ կյանքը մահվան է զորավոր է, բայց Աստծո խոսքը գսե կյանք եւ մահը լեզվին ցերկն է, այնպես որ լալով մահը լեզվին ցերկը Սատանան արիթեն կօգտագործվի եւ իր գախարտներու միջոցով այն մարդոց միջոցով, որ ինքը կհամագործակցի, կգործածե լեզվի ուժը եւ գանիձե թիմացի փանագը, ասիկա օրինակ մնե, անշուշտ է աս օրինակը բերի որպես օրինակ, բայց այսօր աս օրինակեն կրնանք քաղել շատ օրինակներ, որ ինչպես գախարտները կգործեն այսօր որչաբով քաղաքապարոնիկ չեմ գիտեր, բայց նույն ծևը գախարտները կգործեն մարդոց կյանքերու մեջ։ Օրինակ այսօր մարդիկ կան, եթե գուզեն ինչ որ քեշություն ուրիշին կյանքին մեջ, անշուշտ դժբախտաբար այսօր մարդիկ աս ամեն ինչի մեջ մտած են, իրենք եթե գուզեն ասինչին վնաս հասցնել օրինակ գերտան գախարտներուկով գսեն որ ես ասինչին գուզեմ անիծել, ասինչին կյանքի մեջ գուզեմ անհաջողություն կա, քանի պետք է վճարենք եւ գիտեք անոնք որոնք աս հոգեվոր խորունկ քաղաքները չեն գիտեր, կմտածեն որ հա ինչ դրամ շահելու համար ինչ որ բան գնե եւ ընդամենը դրամ շահիլ է, բայց չէ իրականության մեջ իրենք եւ դրամ գշահին եւ իրապես հոգևոր դրսևորումներ գարցակեն մարդոց կյանքերու մեջ, երկրի մեջ, գարավարության մեջ, ընտանիքներու մեջ։ Եվ այսպիսով գրնանք շատ օրինակներ դալ, ես աստվածաշնչյան օրինակ մտվի, որ միան այդ օրինակը չէ շատ օրինակներ կա, եւ այսպիսով գրնան գախարտները կորզածել լեզվի ուժը, խոսելով մարդու կյանքի վրա չարիք, խոսելով մահ, խոսելով հիվանդություն, խոսելով մեկ խոսքով անիծելով իրենց, այնպես որ լեզուն ունի զորություն, ադորամար ես այսօր Աստծո ժողովուրդ ցեզի կքաչալերեմ, որ դուք խոսիկ կյանքի խոսք, դուք խոսիկ Աստծո խոսքը, հրճագեք կյանքը, հրճագեք թրագանը, եւ ես ցեզի ասեմ, անիգա ունի աստեցություն։ Գրնալալ առաջին հրճագումետ չէ, երկրորդ հրճագումետ չէ, բայց վստահ եղիր, երբ որ հավատքով կշարունակես խոսիլ, անպայման ադիգա գիրականանա, անշուշտ եթե խոսածդ Աստծո կամքի համաձայն է։ Ես ասիմ խոսքով պիտի քաչալերեմ եւ խոսիմ քաղաքներու մասին եւ խոսիմ ցեզի քաչալերու մասին, որ այսօր այնինչ որ տշտամին կգործածե իրականությունը Աստծո է, բայց ինքը գառնե եւ թեբի չարը կգործածե։ Ադորամար առաջինը ասիգա էր սիրեներ, առաջին գախարտության կորձունության ցևը, ասեմ լեզվի միջոցով, խոսքի միջոցով։ Երկրորդը քուշագության գախարտությունն է, որում մասին ես կուզեմ խոսիլ, որ ինքը շատ տարածված եւ լուրջ բան է։ Գրնալալ հիմա թում մտածես, որ ես խոսելով աս ամեն ինչին արժեք կուդամ եւ գիտեք կբարձրացնեմ աս ամեն ինչը, չէ, իրականության մեջ ես աս ամենը չեմ խոսիր աս ամեն ինչին արժեք տալով կամ տալու համար, ես աս ամեն ինչ կխոսիմ, որովհետեւ անդրադարձնեմ ցեզի, աս ամեն ինչ կխոսիմ, որովհետեւ զսկուշացնեմ ցեզի, որովհետեւ դու քաղաքներ գիտնակ, որովհետեւ լավ չէ չգիտնակ։ Իրականության մեջ աս ամենը ադորամար չէ, որ ես ասեմ դուք գիտեք տշտամին ինչ կարողություններ ունի, չէ, իրականության մեջ տշտամին մեր Աստծո առջև ոչ մեկ կարողություն չունի, բայց լավ է որ գիտնակ տշտամին ինչպես կգործե, որովհետեւ զսկուշանակ տշտամին եւ որովհետեւ ուրիշներուն օգնեք աս ամեն ինչի մեջ, որովհետեւ այսօր մարդիկ Աստծո խոսքին գարիք ունին, այսօր մարդիկ ծեր գարիք ունին, որ դուք օգնեք իրեն Աստծո խոսքով։ Երկրորդը քուշագության գախարտությունն է, եւ ես կուզեմ գարտալ Քորզարաքելոս 16-րդ գլուխ, 16-րդ խոսքեն։ Օրը երբ մենք աղոթքի գերտայինք, աղախին մը բադահեցավ մեզի, որ հարցուկ ոգի ուներ, եւ քուշագություն ունելով իր դերերուն շատ վաստակ կպերեր։ Բողոս եւ Շիղաններն այստեղ, ասիգա Բողոսին եւ մեր յետևեն ինալով գբորար ու գսեր, այս մարդիկը Փարսիան Աստծո ծառաներն են, որոնք մեզի փրկության ջամփան կքարոզեն։ Եվ եթե զսկուշանակ ոստեղը շեշտվեցավ ասելով աղախին մը բադահեցավ մեզի, որ հարցուկ ոգի ուներ, ինչ ուներ ոգի, չար ոգի, եւ քուշագություն ունելով իր դերերուն շատ վաստակ կպերեր։ Հետաքրքիր է։
Նայեցեք, քուշագության գախարտությունը քիդության բաժինն է, այսինքն գետրոնացված է քիդության վրա, այսինքն փամը քիտնալու, այսինքն սուտ մարգարեության։ Օրինակներ դամ, որ ցանոթ են ցեզի, օրինակ մարտիկ որ գսպաղին ափին մեջ նայելը, չէ, որ գսեն փեր ափտնայիմ կուփախտդ ինչ կբերե, կամ աբական ասեմ քեզի, կամ ասե ինչ հարց ունիս եւ ես ափիտնայիմ քիտնամ, կամ սուրճի կավատի որ գնային, որ գսեն սուրճը թխմե դարձուր, ետ կնայինք այդ սուրճի մեջ են ինչ կա քո արջևդ, կուփախտիդ մեջ ինչ կա, ինչեր բիդլա, ասի օրինակ մնե, ուրիշ չեմ գիտեր որքան ցանոթ է ցեզի, բայց ոստեղը արևմտյան հայերը գջանշտան, արևելը հայերը չեմ գիտեր թե գջանշտան, որ գսեն բրժեր, ասան գսեն որ հասկնակ, որ գսեն թուն որ մեկ ամիսը ծնած ես, ադոր համացայն գենտանի մգա եւ նայինք այսօրվա խոսքը քեզի համար ինչ է։ Աս ամեն ինչը լավ հետևեցեք եւ մտածեցեք ինչ են, քուշագություն, որ նայիմ քավատիդ քուշագեմ, որ նայիմ ափիդ քուշագեմ, որ նայիմ որ մեկ ամիսին ծնած ես, որ մեկ օրը որբեսի քուշագեմ։ Եվ աս ամեն ինչին յետևը գախարտություն գա, գախարտության քուշագություն է ասի, որ իրականության մեջ մարդիկ գիտակցաբար կամ անկիտակցաբար արիդ դալով այս ամեն ինչին իրենց փած թուրեր գլան իրենց կյանքի մեջ չար ոգիներուն։ Այսինքն եթե դու մարդ ես, որ ցերկդ կուդաս այդ գախարտին, որ ինքը նայի քու ցերկիդ եւ քեզի բաներս է, դու հոգեվորի մեջ թուր կփանաս չար ոգիներուն։ Նույնպես քավատի միջոցով կամ հետարքրքրվելով ընդհանրապես ասանք բաներու։ Նայեցեք, ես էզի մի քանի օրինակ կուդամ, բայց ինքը գրնա դարբեր երկիրներու մեջ, դարբեր մշակույթներու մեջ այնքան դարածված լայն օրինակները լա, որ ես բարձրապես ցեզի կփորձեմ դալ միտքը, կփորձեմ մի քանի օրինակներ դալ եւ դուք արդեն գգիտնաք։ Քուշագության գախարտությունը ասիգա է սիրելիներ։ Նայեցեք, երբ որ մարդը գիտնալու է դեվեգլա եւ ինքը չի թիմեր Աստծո, ինքը գտիմե այսպիսի բաներով։ Նայեցեք, հետաքրքիր բան մգարտամ ձեզի, Ծննդոց 3-րդ գլուխ 5-րդ խոսքեն մարդկությունը անգում ապրեցավ, նայեցեք ինչ պատճառով։ Քանզի Աստված գիտե այն օրը, ասի Սատանան է խոսողը եւ այն։ Քանզի Աստված գիտե թե այն օրը, որ անգե ուդեք, աչքերնիդ պիտի բացվին եւ աստվածներով էս պիտի ելակ։ Բարին ու չարը գիտնալով, ինչնելով գիտնալով։ Գինը դեսնելով, որ ծառը աղեգ էր գերագուրի համար եւ հաջելի աչքերուն ու փապակելի իմաստուն ունելու համար, արավ անոր բդուղեն ու գերավ եւ իր երգանն ալ դվավ եւ անիգայալ գերավ։ Գիտեք ինչն է հետաքրքիր ոստեղը։ Սատանան իրենց համոզեց հիմնական ասխոսքերով բարին ու չարը գիտնալով դուք աստվածներով էս պիտի ելակ։ Եվ այն նայեցեք գա գիտնալու փապակը գիտնալու աստիճանը մարդուն կյանքի մեջ որ գրնա դանել սխալ դեղեր։ Ես կուզեմ շեշտել եւ ցեզի իսել սիրեներ գիտեք եւ գիտնալու յետևե եղեք այն ամենը որ Աստված գուզեց ցեզի հայտնել ատկե ավելին ցեզի համար օգտակար չէ։ Աստծո խոսքեն նույնիսկ Աստված որքան գուզեց ցեզի հայտնել աչափ գիտեք։ Դուք գիտեք շատ մարդիկ հավատքեն շեղվեցան, որովհետև Աստվածաշունչին մեջ բաներ դեսան, որոնց պատասխանը չի կդան, չի գիտցան եւ իրեն գսին եթե ասե մենք կհրաժարվենք կամ ապստամբեցան մեկ խոսքով։ Սիրելիներ, Աստված թող հայտնե մեզի այն գիտելիքը, որ մենք ժամանակին գարիք ունենք։ Եվ մարդը հոստեղը ցանկալով գիտնալ բաներ, որ իրեն բեք չէ, եւ մեկ խոսքով խորամանկ թշնամին իրենց խապեց, ադիգա դարձավ իրենց անգումը։ Ադորամար նույնը, նայեցեք ինչպես գավված է իրար։ Ադորամար այսօր նույնը մարդիկ ունենալով գիտնալու փապակը եւ որ չեն թիմեր Աստծո ընդհանրապես պիտի թիմեն ուրիշ աղբյուրի։ Եվ եթե Աստված չի այդ աղբյուրը, ադիգա պիտի ելլա Սատանան սիրեներ։ Եվ Սատանան գիտեք մեկ աղբյուր չէ, այլ շատ օրինակներով մեջտեղ եկած է աշխարհի մեջ, դարբեր մշակույթներու մեջ, դարբեր օրինակներով, դարբեր ցևերով, դարբեր խապկանքներով շատ բաներ մեջտեղ բերած է, որուն արմատը գախարտությունն է, ինչպես որսի
Քուշագությունը ինքը գախարտություն է։ Եվ այսպիսով մարդը հրաժարվելով, որ Աստուծմե գիտնա, ինքը գտիմե որ այսպիսի քայլերու եւ այդ ամեն ինչին հետեւը չարը գա։ Եվ ես ասեմ նորեն շեշտեմ, ոչ ամեն ժամանակ մարդիկ գիտնան, որ իրենք գտիմեն չարին, բայց իրենք թիմելով այն ամեն ինչին, իրենք ընդհանրապես արդեն ինքնաբերաբար թիմած գլան չարին, որովհետեւ այդ ամեն ինչին հետեւը չարը գա։ Այսինքն եթե այսօր մարդը չի գիտեր, բայց ինքը գերտա քուշագի մոտ որպես ինքը գիտնա իր աբական, ինքը արդեն չար ոգիներուն թուր բացավ։ Ադորամար ասի երկրորդ գետներ սիրեներ, որ գոչվի քուշագության գախարտությունը, որ պետք է ըսկուշանալ, որ պետք է ընդհանրապես այսպիսի քայլեր չառնել։ Լսեցեք սիրեներ, Աստված գրած է իր խոսքի մեջ ինքը ցեզի գիտե, ծեր մորը որովայնեն, ցեզի համար բարի ծրագիր ունի։ Եղեք Աստծո հետ եւ ինքը թող հայտնե ցեզի շիդակ ժամանակին շիդակ բաները։ Եվ քուշագությունը նույնպես նման է սուդ մարգարեության, որ իրենք կսկսին բաները ասել, որ քու կյանքիդ մեջ այսպես պիտի լա, այդպես պիտի լա։ Եվ ես էսի կարևոր դեղեցություն մտամ, գախարտության արմատը եւ նպատակը հիմնական 3 բան է։ Երկչոդություն, այսինքն վախ դրսևորել, երկչոդություն, մանիպուլացիա, այսինքն մանիպուլեյտնել, եւ երրորդը իշխել, ղեկավարել, կոնտրոլնել։ Նորեն ասեմ, առաջինը երկչոդությունն է եւ օրինակներով ասեմ, օրինակ աս ամեն ինչի մեջ նայեցեք, սատանան ինչպես բիդենե որ հաճողի։ Երկչոդությունը փորձեց չհաճողեցավ, ինքը կփորձե մանիպուլեյտնել։ Ինչ է մանիպուլացիան։ Մանիպուլացիան այն է, որ մարդը գուզե հասնել իր նպատակին ոչ ուղիղ ցևերով։ Ինքը գխապե, խորամանկություն գնե, ամեն բան գնե միան հասնի իր նպատակին, գեղձավորությամբ, այսինքն։ Մանիպուլացիան ան է, որ մարդը ոչ օրինական ցևով գուզե հասնել իր նպատակին, ամենաշիդակ բացատրությունը ասե։ Մանիպուլացիան այդ է, որ մարդը գուզե հասնել իր նպատակին ոչ օրինական ցևով, որովհետև օրինական ցևը միայն Աստծո ցևն է։ Աստծո խոսքի համաձայն, Աստծո կամքի համաձայն, Աստծո առաջնորդությամբ գահասնիս անշուշտ է այն բանին, որ Աստծո կամքին մեջն է։ Բայց այսօր մարդիկ, որ գուզեն հասնել բանիմը ոչ օրինական ցևով, իրենք մանիպուլեյտ կնեն, մանիպուլացիա կնեն։ Եվ աս 3 կարևոր բաներն են, եւ երկչոդության եւ մանիպուլացիայի վերջնական նպատակը ադե որ կոնտրոլն են, ղեկավարեն չար հոգիները մարդուն։ Վերջնական նպատակը ղեկավարելն է, կոնտրոլն է, իշխելն է։ Որովհետև եւ որ իշխեց, վերջ իր նպատակին հասավ, այլևս իր ցերկերու մեջն ես, ուր ուզե ղեկը գարաշնորդ է։ Ադորամար գախարտության հիմնական նպատակը ասի է։ Մեջը լա վախ, որ վախով քեզի իշխե, եթե վախը չի հաջողեցավ, որովհետեւ մանիպուլացիա անե, քու վրատ իշխե։ Եվ քուշագությունը զորավոր ածևերեն մեկն է սատանային համար։ Երրորդը հմայության գախարտությունն է։ Ինչս է հմայություն, ուրիշ բարերով հրաբուրանք, հրաբուրել, հմայել, ուրիշ բարերով քրավել ուշադրությունը, քրավել իր միտքը, քրավել իրեն, հմայել իրեն, հրաբուրելով իրեն։ Լավ։ Ընդհանրապես ինչպես կկործե հմայության գախարտությունը։ Հմայության գախարտությունը ընդհանրապես կկործե արարգաներով։ Հիմա օրինակներ պիտի դամ, դուք պիտի հասկանաք։ Օրինակ մարդիկ, որ վիզնոսներ գուզեն տնել, որբեսի այդ վիզնոսները պաշտպանե իրենց։ Սիրելիներ, ես ուղիղ կխոսեմ ցեզի եւ ասիգա Աստծո խոսքն է, առանց փողզիչման գսեմ ցեզի։ Այն ամեն ինչը, որբես աբրանք, որ կկործածվի, որ օրինակ պաշտպանության համար։ Ըլլա ադի գրոնական, ըլլա ադի ոչ գրոնական, այսօր աշխարհի մեջ դարածված շատ բաներ կա, որ օրինակ արազ վիզնոցը գախե, որբեսի պաշտպանվիս։ Նորեն գսեմ, ինչու շեշտեցի գրոնական կամ ոչ, որովհետև այսօր նույնպես շատ գրոնական բաներ կա, որուն արմատը գախարտությունն է, բայց զսկուշ եղեք։ Ինչպիսի գրոնական բաներ, այսպիսի բաներ, որ օրինակ արազ վիզնոցը գախե, ասինչ սուրբին անունը գա վրան, ինքը քեզի կպաշտպանե։
Ասիկա գախարտություն է սիրեներ։ Որովհետև եթե ցեզի Աստված չի պաշտպանե, ոչ մեկ բան չի գնար պաշտպանել։ Ասի օրինակ մնե։ Նույնպես գա դարբեր բաներ, օրինակ կրիստալներ գա, եթե գիտեք, որ մարդիկ գարնեն, մանավանդ ես շատ կտեսնեմ, օտոներու մեջ կտնեն, ավտոներու մեջ կտնեն, որ մանավանդ այսպիսի բաներ Հնդկաստանեն շատ եկած է, Եգիպտոսեն շատ եկած է, բայց նաև աշխարհի շատ ծայրերը տարածված է, որ օրինակ արասի օտոյիդ մեջ դիր, որբեսի պաշտպանվիս, կամ արասի դունի տուրին արջևը գախե, աչքի ուլունգ, գաբույտ աչք, ցիունալը, դեսեք աս ամենը նույնիսկ շատ հինադեն է եկած է, նույնիսկ Աստվածաշունչի մեջ գա ցիունալը, աչքի ուլունգը, գաբույտ աչքը, նորեն շատ զանոթ է, չէ, ինչու համար գտնեն մարդիկ իրենց դուներու մեջ, որբեսի մարդիկ աչք չտպնան, որբեսի իրենք պաշտպանվին, նույնպես ցիունալը, եւ այս ընտանիքին պատկանող ամեն բան ինքը հմայած է մարդոց, գսկակ չէ, ինքը քրաված է մարդոց, ինքը հրաբուրած է մարդոց, արասի բահե լավ գլա հետդ, ասոր յետևը գախարտություն գա, ասոր յետևը թիվային ուժ գա, չար ուժ գա, ինչու ատկան մարդ բիտ համոզվի, ինչու ատկան մարդ բիդի խապվի եւ ընե այս ամենը, բիդի կնե, որովհետև յետևը գա, ուժ գա, չար ուժ գա, գախարտություն գա, կոնտրոլ գա, ադոնց յետևը վախ կա, ինչպես որ ասից եզի, մարդիկ գվախնան, հագսեն, արնեմ ազգաբույտ աչքը թող բահե ինձի, ասոնց յետևը ամեն գախարտություն գա սիրեներ, եւ այսպիսի օրինակներ, անսահման են այսպիսի օրինակներ, անսահման, բայց ես ցեզի ծանոթ բաները սի որ դուք գիտնաք, աս ամեն ինչին յետևը գա հմայություն սիրեներ, գախարտություն, միայն Աստված գրնա ցեզի բահել, միայն Աստված գրնա ցեզի հաջողություն տալ, հա, աս օրինակն ալ դամ, ար ասիգա բահե, ար ասիգա դունդ տիր, ար ասիգա չեմ գիտեր քրբանդ տիր, թող քեզի հաջողություն տա, գսկակ չէ արմադը ինչ է, ուրդեղեն է մեր հաջողությունը սիրեներ, եթե ոչ Աստուծմե, մեր Աստված խաչված, մերած եւ հարություն արած ողջ Աստված է, մենք բանիմը բեք չունենք, մենք աբրանքիմը բեք չունենք, մենք չենք հավատար ոչ մեկ աբրանք մը գա, որ մեր ողջ Աստուծմե ավելի կարող է, որ ինքը մեզի դա հաջողություն, ինքը բահե մեզի, սիրեներ Աստվածաշունչը կխոսի, որ Աստված իր հրեշտակներով կբահե մեզի, Աստվածաշունչը կխոսի, որ Հիսուսի արյան պաշտպանությունը մեր վրա է, Աստվածաշունչը կխոսի, որ ինքը մեզի հաջողություն կտա, դերը իմ հովիվս է եւ ես բանիմը գարոդություն միտի չի ունենամ, ինքն է, որ ինձի գհովվե, իմ բետքերս կհոգա, ինքն է, որ ինձի գարաշնորդ է, ինքն է, որ ինձ իմ թշնամիներս կբահե, ինչ աբրանք գրնա ունենալ այն արժեքը, որ ես արնեմալ հավատամալ, որ ինքը ինձի բիտ բահե, ինքը ինձի հաջողություն միտի դա, ասի չարին կորզն է, հերացեք աս ամեն ինչեն, որովհետև արնելով քայլ, հավատքի քայլ, այսինքն եթե դու մեկն ես, որ հավատացիր արիր ադիգա, որբեսի քեզի հաջողություն բերե, ես քեզի ասեմ, դու չար հոգին ասիր, բարի եկար, այո, որովհետև այդ ամեն ինչին հետևը գեցած է չար հոգի, ընդունելով ադիգա տունը սիր, բարի եկար չար հոգի, կուչուզելով, այո, կուչուզելով, սիրեներ, այս ամենը թող զգուշացնեն մեզի, հիմա, աս 3 օրինակներն էր սիրեներ, մենք դակավին շատ բաներ կխոսենք, շատ քաղաքներու մասին կխոսենք հոգևոր, ուրեմն 3 գախարտության բնույթ, 3 բաներ, որ գախարտները այսօր կգործեն, գախարտություններ կա խոսքի միջոցով, եւ քուշագության միջոցով, եւ հմայություն, գախարտության 3 տեսակ, որ զգուշացուցի ցեզի աս ամենեն, եւ հիմա հարց, հիմա ինչ սատանայի ցերկերու մեջ մենք խաղալիք ենք, ուրեմն ուզածը գրնա անել մեզի, աս հարցը կա, չէ, որպես քրիստոնյա ինչ դարբերություն ունենք օրինակ այդ մարդոցմե, որ իրենք չեն ընդունած Աստծո, այսինքն այդ մարդը, որ հերույ է Աստուծմե, այդ մարդը, որ մոդ է Աստծո, որքանով աս ամեն ինչը գաստե, այդ մարդուն, որ ինքը Աստծո մոդ է, այդ մարդուն, որ ինքը Աստուծմե հերույ է, ասենք հարցեր կա, չէ, հիմա այս մեկատ ընդհանուր պատասխան մտամ սիրեներ, սատանան փամը չի գրնարանել, մինչև այն ադեն
երբ որ բաց թուր գլա իր արջև։ Սատանան բամը չի գրնարնել մինչև այն ադեն, որ բաց թուր չի գա իր արջև։ Սատանան միայն իշխանություն ունի եւ գամ գրնա ունենալ այն դեղ, ուր որ իրեն թուր կփանան։ Շատ կարևոր է ասի։ Որովհետև ամբողջ իշխանությունը, զորությունը եւ փառքը կպատկանի Հիսուս Քրիստոսին դերերու դիրոջ։ Հիսուսը հարություն արավ եւ ասավ ամբողջ իշխանությունը երկնքի եւ երկրի վրա իմն են։ Հիմա Սատանան ինչպես իշխանություն ունի։ Միայն այն ժամանակ, երբ իրեն գուդան իշխանություն, փանալով իրեն թուրեր։ Ասի ընդհանուր ինֆորմացիա, ասի ընդհանուր դեղեցություն։ Ասի քրիստոնյային համար եւ ոչ քրիստոնյային համար։ Ասի բոլորին համար, սիրեներ։ Այո, բոլորին համար։ Սիրեներ, նայեցեք։ Երբ մարդիկ Գաբրին աստուծում է հերու մեղքի կյանքի մեջ, անընդհատ թուրեր կփանան սատանային եւ ինքը արիտ գունենա, որ կորձե մարդոց կյանքերու մեջ։ Բայց երբ որ մարդիկ Աստծո հետ են, քրիստոնյա են, ոչ միայն անձնաթուղթով, անձնակիրով, ճշմարտապես ընդունած, թավանած են Քրիստոսին որպես դեր եւ փրկիչ, Գաբրին իր խոսքով։ Լավ, արդյոք գախարտությունը գաստե իրենց վրա։ Հարց է ասի, հարցում է։ Ասեմ։ Այո, գաստե իրենց վրա միայն երբ իրենք սխալ թուրեր կփանան։ Միայն հadouk պայմաններով։ Եթե ոչ, չաստեր իրենց վրա։ Այսինքն, չի խափվիկ եւ չսեք մենք Աստծո զավակ ենք եւ երթակ ուզազնիտ ընեք եւ սպասեք, որ Աստծո պաշտպանությունը տեսնեք։ Աստծո զավակ եք, քրիստոնյա եք, Քրիստոսին թավանած եք, շատ լավ, բայց դուք պետք է գիտնաք, որ բաներ գա ցեզի համար չի կարելի։ Եթե դու մեկն ես, քրիստոնյա, Քրիստոսին ընդունած մարդ, երթաս քուշակներուն ապդ դաս որբեսի նային, անշուշտ թուր կբացեք ու կյանքիդ մեջ։ Որովհետև ոչ թե որ Քրիստոսը թերի է, որ քեզի բահե, այլ թուն ես, որ Քրիստոսի պաշտպանությունն դուրս եկար։ Թուն ես, որ այդ արյան պաշտպանությունն դուրս եկար։ Քրիստոսի արյունը կբահե մեզի, ամեն գախարտություն է։ Այո, ես վստահ ցեզի բան ասեմ։ Եթե դու Քրիստոսի մեջ ես, ամբողջ դժոխ կթող քեզի փորձե գախարտել, քեզի բան մչլար։ Բայց եթե դու սխալ թուրեր բանաս, անշուշտ կլա։ Նայեցեք օրինակ, Քաղատացիս 3-րդ գլուխ, առաջին խոսքը։ Ովքեր են քաղատացիները, որ Պողոսը նամակ կգրե իրենց այստեղ, քաղատացիներու եկեղեցին, հավատացյալ ժողովուրդ, Քրիստոսին թավանած ժողովուրդ, Աստծո հոգով լեցված ժողովուրդ։ Նայեցեք ինչ կգրե Պողոսը իրենց։ Ով անմիտ քաղատացիներ, ով ցեզ հրաբուրեց։ Նայեցեք սիրեներ։ Ուրիշ թարգմանություններում մեջ գրված է ով ցեզ գախարտեց։ Որոնց աչքերուն առջև Հիսուս Քրիստոս ծեր մեջ խաչը ելած նկարագրվեցավ։ Ասիկա միայն գուզեմ ցեզի հարցնել։ Օրենքին կորձերովը դուք հոգին արիք, թե հավատքին լսելովը։ Այնչափ անմիտ եք, հոգիովը սկսակ ու հիմա մարմնով կվերջացնեք։ Սիրեներ, նայեցեք ինչ կսե։ Այդչափ անմիտ եք, ով սիրելի քրիստոնյաներ, սիրելի Քրիստոսի ժողովուրդ, սիրելիներ, որ հոգիով լեցված մարդիկ եք, սուրբ հոգիով։ Գսե անչափ անմիտ եք, որ հոգիով սկսակ մարմնով կվերջացնեք։ Ինչու, որովհետև մարմնի կորձեր գնեք։ Եվ վերը քրերը ով ցեզ հրաբուրեց, ով ցեզ գախարտեց։ Գախարտության աստեցության դակ էին։ Բայց ոչ թե բադահամամբ, իրենք թուրեր բացեր էին։ Որովհետև նայեցեք կսե հոգիով սկսակ մարմնով կվերջացնեք, մարմնի կորձեր գնեք, այսինքն եւ ցեզի ասեմ Քաղատացիս 5-րդ գլուխի մեջ մարմնի կորձերն մեջը մեկը գախարտությունն է։ Եվ այստեղը իրենք որպես Աստծո ժողովուրդ թուրեր բացեր էին սխալ եւ Պողոս ադորամար գսե դուք հրաբուրված եք։ Օրենքին կորձերով բրգվեցաք, թե հավատքին լսելովը։ Ադորամար ասի ինչու գարտացի։ Ադոր համար ըլլալով քրիստոնյա Աստծո ժողովուրդ մենք անդարբերալ չլանք ասելով մենք
Գիտեք, դժբախտաբար ասիգա այնքան տարածված իրականություն է։ Բա մենք առաջին քրիստոնյա ասկը սիրեներ, եթե այսօր Քրիստոսը մեր կյանքերում մեջ չէ, առաջին քրիստոնյա ասկը լալը մեզի չի բրգեր։ Կամ տուն որ մարդես, հա, ես անշուշտ Աստծո գահավադամ, բայց տուն չես կնար միան խոսքով Աստծո հավատալ։ Տուն պետք է Աստծո հետևիս, Աստծո ճանչնաս եւ սխալ տուրեր չիփանաս։ Տուն մինչեւ կյանքիդ վերջը ասի Աստծո գահավադամ, այո Հիսուս Քրիստոսին գահավադամ եւ կնա սխալ տուրեր բաց, տշտամին ցերքին մեջ քերի գլաս։ Ես քեզի ասեմ շատ հստակ սիրելիս։ Բիդի մենք հասկանանք Աստծո գբատկանինք շատ լավ, բայց նաև բաներ կա, պետք է մենք հասկանանք, որ չի կարելի մեզի համար։ Երկու բան սիրեներ, անհնազանդությունը եւ ապստամբությունը։ Անհնազանդությունը Աստծո խոսքի նկատմամբ եւ ապստամբությունը մեր կյանքի մեջ կհասցնե մեզի ամենամեծ սխալ թուրերը բանալու։ Ադորամար այսօր սիրեներ, խոսելով աս 3 գեդերու մասին, նախ ուզեցի ընդհանուր դեղեցություններ տալ, ինֆորմացիա եւ մանավանդ զսկուշացնել ներսես լուրջ բանը գսկամ, զսկուշացնել մեր քրիստոնյա սիրելի եղբայր եւ քույրերը, որ չլատ է լալով քրիստոնյա անդարբերը լակ, որովհետեւ հոգեվոր աշխարհը իրական է եւ տշտամին չանք չի խնայեր որբեսի հարված է, որովհետեւ գրված է ինքը քող է, նայեցեք տշտամին գուկա քողնալու, սպանելու եւ գործընծնելու, իր քորզն է ասի, իր բնույթն է։ Ադորամար տուն չես կրնար անդարբերը լալ հոգեվոր աշխարհին արչև, տուն կրնաս անդարբերը լալ քու կյանքիդ մեջ, ադոր վնասները կգրես, կշտկես, բայց եթե հոգեվոր աշխարհին արչև անդարբերը լաս, ադոր վնասները ավելի մեծ է։ Այսօր տուն կրնաս անդարբերը լալ կորց շաշխադիլ, հետո խելքդ գլուխդ կա աշխատիս, իդ դրամը չհայիս, բայց եւ որ հոգեվոր աշխարհին արչև անդարբեր գլաս, ադոր վնասները մեծ են։ Եվ աս խոսքով գուզեմ վերջացնել Հակոբոս առաջին գլուխ 16-րդ խոսք։ Նայեցեք աս խոսքը ինչպես կսկսի՝ մի խափվիկ։ Եվ Սատանան ինքը սուդերու հայրն է։ Ինքը անընդհատ խափելու հետևեն է։ Եվ քիչ առաջվա խոսած թեմաս այսօր ինչու մարդկության շատ բաժին կա, որ գերտան ասանք թուրեր կփանան սխալ, գախարտություններով կսպաղեն կամ գերտան գախարտներուքով։ Ինչու գիտեք, որովհետև իրենք խափված են։ Ոչ թե որովհետև իրենք ուզեցին երթալ չարփամ մանել, չէ իրենք խափված են։ Լսեցին որ մեկը ասավ, ասինչին քով կնա քեզի գսե ինչ մի դլաբակային, հա ինքն ասավ, օ ինչ լավ երթամ, խափվեցավ։ Աստված գսե մի խափվիկ։ Ադոնամար մենք կշեշտենք, միշտ կսենք Աստվածաշունչ կարտացեք։ Որբեսի Աստված իր խոսքով ձեր մտքերը նորոգե, որբեսի լուսավորե, որբեսի չի խափվիկ, որբեսի բարին եւ չարը զանազանեք։ Եվ նայեցեք, կսե մի խափվիկ իմ սիրելի եղբայրներս, ամեն բարի դուրք ու ամեն գադարյալ բարգև վերեն է եւ լույսի հորմենգիչն է, որում մեջ բնավ փոփոխություն կամ դառնալու շուկը չի գա։ Ամեն բարի բարգև վերեն է եւ լույսի հորմենգիչն է, որ հորմեն լույսի հորմեն։ Սատանան սուդերու հայրն է, իսկ մեր Աստված լույսի հայրն է։ Սատանայի թակավորությունը խավարի թակավորություն է եւ այդտեղ ինչ գլա խավարի մեջ, նույնիսկ խավարի թակավորության մեջ եղողները չեն գիտեր շատ ժամանակ։ Բայց լույսի արքայության մեջ ամեն ինչ հստակ է, ամեն ինչ բարձ է, Աստված լույս է եւ ինքը իր արքայությունը գուզե այսօր լուսավորել ծեր կյանքերը։ Ադորամար սիրելիներ, հիմա շատ արագ եթե դուք մեկն եք, որ այսպիսի սխալ թուրեր բացերեք, հիմա իրար հետ եկեք աղոթ քնենք, պետք է ապաշխարեք, պետք է ներողություն խնդրեք Աստծուց, որբեսի այդ ծեր սխալ բացած թուրերու պատճառով ծեր կյանքի մեջ եկած չար հոգիները ցկեն երթան։ Եթե դուք մեկն եք չեք բացած թուրեր, ասիգա ցեզի զսկուշացում էր, որբեսի չլա թե բանակ։ Հիմա եթե դու մեկն ես, կացերես կուշագիքով, նայեցուցերես կու քավատդ, կամ փախտ բերելու ապրանքներ ունիս կու դունիդ մեջը, կամ ավտոյիդ մեջ, օտոյիդ մեջ, ընդհանրապես եթե այսպիսի սխալ բաներ արես, եթե նայեցուցերես կու բրժիդ, այսինքն կու ծնած ամիսիդ գենտանին ինչ է եւ կու փախտդ ինչ պիտի կա, կու աբակատ ինչպես պիտի լա, նայեցուցերես քավատիդ եւ ասորբես լեցում բաներ, եթե ովևէ մեկը արես,
նախ այսօր եթե ապրանքներ ունիս, այսպիսի ապրանքներ գխնդրեմ այրես, համարցակ այրես, աս ամենը սատանային է, եւ հիմա իմեդս այս աղոտ կանես։ Սիրելի երկնավոր Հայր, ես ներողություն գխնդրեմ քեզ մե եւ գխոստովանեմ քեզի, որ ես իմ կյանքիս մեջ սխալ թուրեր բացածեմ։ Դալով արիդ սատանային, քուշագությանը, գախարտությանը, ես կխոստովանեմ, որ ես սխալ թուրեր բացածեմ եւ ես ներողություն կխնդրեմ սրտանց, որ ես վստահեր եմ քուշագության, վստահեր եմ գախարտներու եւ վստահեր եմ սուտ բաներու։ Ես կխնդրեմ Հիսուսի արյունով մաքրես ինձի, ես կխնդրեմ քու զորությունով ազատես ինձի, ես կհավատամ եւ կհրճագեմ, որ իմ պաշտպանությունը եւ իմ կյանքի հաջողությունը քեզ մե է, երկնավոր Հայր, եւ ես հիմա կմերժեմ ամեն գախարտության հոգի իմ կյանքից թող հեռանա։ Հիսուս Քրիստոսի անունով ես կմերժեմ ամեն չար հոգու ներկայություն իմ կյանքի մեջ, որ եկել է գախարտության պատճառով։ Հիսուս Քրիստոսի անունով ես կհրաժարվեմ այդ ամենեն եւ կհանձնեմ իմ կյանքս քեզի Տեր Հիսուս։ Տունես իմ կյանքի Տերը եւ Փրկիչը այսօրվն է, լեցուր ինձի քու Սուրբ Հոգիով եւ առաջնորդե ինձի եւ բահե ինձի ամեն չարը։ Եվ ես հիմա գուզեմ աղոթել քու վրատ Հիսուս Քրիստոսի անունով ես կքանթեմ ծեր կյանքի մեջ ամեն տեսակ թիվային գախարտության ոգու ներկայություն, քուշագության պատճառով եւ ովևէ մեկ տեսակ փած թուրերու պատճառով եկած չար հոգիներ, գախարտության հոգիներ, ես Հիսուս Քրիստոսի անունով գհրամայեմ հենց հիմա դուք ազատ արձակեք այն ամեն մարդոց կյանքը, որ հիմա ներկա եք Հիսուս Քրիստոսի անունով, գախարտության պատճառով եկած իմ եղբայր քույրերու կյանքին մեջ ամեն չար ոգի թող հիմա ազատ արձակե ծեր կյանքերը Հիսուսի անունով։ Ես կհրճագեմ ծեր կյանքի վրա ազատություն, ես կքանթեմ ամեն անեծք եւ գախարտություն ծեր կյանքեն Հիսուսի անունով։ Թող դիրոց զորությունը կա ծեր վրա, թող Սուրբ Հոգու զորությունը կա եւ հիմա ազատ ըլլակ ամեն գախարտություն է, ամեն անեծք է եւ ամեն չար հոգու ներկայություն է։ Գխոսիմ ազատություն, եղեք ազատ Հիսուսի անունով։ Սուրբ Հոգի Աստված կխնդրեմ լեցվիս, ազատագրես, բժշկես, մաքրես, օձես եւ առաջնորդես իմ եղբայր քույրերը Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։